դիկտատորները և ավտորիտար երկրների ղեկավարները, որպեսզի հեշտ ղեկավարեն և բռի մեջ պահեն ժողովրդին, նրանց համար պարտադիր պայման է, որ չթողնեն ժողովուրդը լավ կրթություն ունենա, չթողնեն, որպեսզի ժողովուրդը զարգանա։ Բնականաբար, եթե ժողովուրդը կրթված չէ, հեշտ է ժողովրդին ստով կառավարել։ Եթե ժողովուրդը կրթված է, ապա բնականաբար է ժողովուրդը ունի նաև մրցունակ աշխատանք բարձր աշխատավարձով։ Եթե ունի մրցունակ աշխատանք և բարձր աշխատավարձ, այդ ժողովրդին չես կարող 10,000 դրամով ուղարկել, որպեսզի ընտրի որևէ կուսակցության, կամ 15-20,000 դրամով ուղարկել, որպեսզի ցույցի մասնակցի և այդ ցույցով տարածքային պահանջներ ներկայացնեն հարևան երկրների, այսինքն ցանկանան Հայաստանը ներքաշել պատերազմի մեջ։ Եվ բնականաբար, երբ Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը հանդես են գալիս կրթվելը նորաձև է շարժման և կարևորում են կրթության որակի բարձրացումը Հայաստանի Հանրապետությունում, որոշ ուժեր սկսում են հակաքայլեր անել այս շարժմանը, փորձում են նվազեցնել այս շարժման կարևորությունը, փորձում են նվազեցնել կրթվելու կարևորությունը, զարգանալու կարևորությունը, որովհետև եթե մարդիկ զարգանում են, կրթվում են, ապա այդ մարդիկ դիկտատորներից, նման ռեժիմներից այլևս կախված չեն։ Նման մարդկանց չես կարող խաբել և ասել, որ օրինակ Ռոբերտ Քոչարյանը իդեալական տարբերակ է Հայաստանի Հանրապետությունը ղեկավարելու համար։ Մարդ, ում տարիներին եղել են բազմաթիվ քաղաքական սպանություններ, թալան, անարդարություններ և այլն։ Եվ հարգելի հայրենակիցներ, եթե մարդիկ կրթվում են, բնականաբար ունենում են լայն աշխարհայացք, բնականաբար կարողանում են երկրին օգուտ տալ և երկիրը զարգանում է և չի մնում ինչ-որ անձերի հույսին, չի մնում ինչ-որ դիկտատորների հույսին։ Եվ սա է պատճառը, որ Հայաստանի Հանրապետության ղեկավարը և առաջին տիկինը առաջ են քաշում կրթվելը նորաձև է շարժումը և այո, կրթվելը նորաձև է, կարևոր է, արդյունավետ է և մեր համար, և մեր երկրի համար։ Շնորհակալ եմ, կհանդիպենք։